Բարի գալուստ բուժատետեր։ Ինչ անել, եթե շաքարային դիաբետ ունեք, ամբողջական ուղեցույց եւ շատ օգտակար տեղեկություններ։ Մինչ տեսանյութին անցնելը մեկնաբանությունների հատվածում գրեք, որ երկրից եք դիտում մեր տեսանյութերը։ Շատ մարդիկ, երբ առաջին անգամ լսում են դուք շաքարային դիաբետ ունեք արտահայտությունը, մտածում են, թե կյանքն ավարտված է, սակայն իրականությունը այլ է։ Այսօր միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում ապրում են շաքարային դիաբետով, աշխատում են, ճամփորդում, զբաղվում սպորտով եւ ապրում լիարժեք կյանքով։ Այս հիվանդության դեպքում ամենակարևորը հիվանդությունը ճիշտ կառավարելն է։ Եթե սովորեք վերահսկել արյան շաքարը, հետևել սննդակարգին եւ բժշկի խորհուրդներին, ապա կարող եք երկար տարիներ խուսափել լուրջ բարդություններից։ Այս թողարկմանը կներկայացնենք, եթե ունեք շաքարային դիաբետ, ինչ ուտել, ինչպես կազմակերպել օրը եւ ինչ սովորություններ կարող են իսկապես օգնել, որոնք վնասել։ Նախ հասկանանք, թե ինչ է շաքարային դիաբետը։ Պարզ բառերով դիաբետի դեպքում մեր օրգանիզմը չի կարողանում նորմալ օգտագործել գլյուկոզան, սա այն շաքարն է, որը մենք ստանում ենք սննդից։ Արդյունքում մեր օրգանիզմում շաքարի մակարդակը մնում է արյան մեջ եւ ժամանակի ընթացքում վնասում է արյունատար անոթները, սիրտը, երիկամները, աչքերը, նյարդերը։ Առաջին կանոնը՝ երբեք մի անտեսեք բուժումը։ Եթե բժիշկը ձեզ նշանակել է դեղեր կամ ինսուլին, ապա դրանք պետք է օգտագործել ճիշտ այնպես, ինչպես նշանակվել է։ Շատ մարդիկ, երբ շաքարը մի քանի օր լավ է լինում, դադարեցնում են դեղերը։ Սա ամենամեծ սխալներից մեկն է։ Ցավոք, շաքարային դիաբետը անբուժելի է։ Այն պարզապես պետք է վերահսկել։ Ինչպես պետք է կազմակերպել օրը։ Ամենալավ տարբերակը կանոնավոր ռեժիմն է։ Օրինակ, արթնանալ մոտավորապես նույն ժամին, նախաճաշել արթնանալուց հետո, բաց չթողնել սնունդը, ճաշել, ընթրել գրեթե նույն ժամերին, քնել բավականաչափ եւ իհարկե լինել ֆիզիկապես ակտիվ։ Արյան շաքարը ավելի հեշտ է վերահսկվում, երբ օրգանիզմը աշխատում է կայուն ռեժիմով։ Այժմ հասկանանք, թե ինչ պետք է ուտել։ Դիաբետ ունենալը չի նշանակում սոված մնալ։ Ընդհակառակը, պետք է սնվել բազմազան, բայց ճիշտ ընտրություններով։ Սննդակարգի հիմքը պետք է կազմեն բանջարեղենները եւ ոչ թե մրգերը, հիշեք։ Ամենաօգտակար բանջարեղենները, եթե ունեք շաքարային դիաբետ, դրանք են կաղամբ, վարունգ, լոլիկ, սպանաղ, բրոկոլի, ծաղկակաղամբ, կանաչեղեն, դդմիկ, սմբուկ, պղպեղ։ Սրանք շատ հարուստ են վիտամիններով եւ արյան մեջ գրեթե չեն բարձրացնում շաքարը։ Սպիտակուցներ՝ հավի միս, հնդկահավ, ձու, ձուկ, տավարի անյուղ միս, լոբազգիներ չափավոր քանակով, ցածր յուղայնությամբ կաթնամթերք։ Սպիտակուցը ունի մի շատ կարևոր առանձնահատկություն։ Այն երկար ժամանակ ուշտ է պահում եւ օգնում է, որ շաքարը արյան մեջ կտրուկ չբարձրանա։ Հաջորդը ամբողջական հացահատիկներն են, լավ տարբերակ են։ Հնդկաձավարը, վարսակը, շագանակագույն բրինձը, ամբողջահատիկ հացը, վլղուրը, բայց նույնիսկ առողջ հացահատիկները պետք է ուտել չափավոր, քանի որ դրանք նույնպես ածխաջրեր են։ Հաջորդ օգտակար ճարպեժն են։ Ձեզ շատ օգտակար կլինի ընկույզը, նուշը, ավոկադոն, ձիթայուղը, սերմերը։ Այժմ խոսենք ամենակարևոր հատվածի մասին՝ ինչ չի կարելի ուտել կամ պետք է խիստ սահմանափակել։ Առաջին հերթին քաղցր ըմպելիքներն են, գազավորված քաղցր ըմպելիքներ, քաղցր հյութեր, էներգետիկներ, շատ շաքարով սուրճ կամ թեյ։ Սրանք նույնպես շատ արագ բարձրացնում են արյան շաքարը։ Պետք է սահմանափակել նաև տորթերը, խմորեղենը, քաղցրավենիքները, շոկոլադի մեծ մասը, քաղցր նախաճաշի փաթիլները, բուլկիները։ Արագ սնունդը նույնպես ցանկալի չէ։ Ֆրի, չիփս, համբուրգերներ, պիցցայի մեծ քանակ, ապխտած եւ շատ յուղոտ մթերքներ։ Շատ կարևոր մասի անդրադառնանք՝ սպիտակ հաց, մատնաքաշ, բուխանկա, որը որ շատ տարածված է մեր հայաստանյան խանութներում։ Ազդում են դրանք շաքարի մակարդակի վրա, թե ոչ։ Կարելի է օգտագործել։ Կարճ պատասխան՝ կարելի է, բայց ոչ որպես հիմնական հաց եւ ոչ ազատ քանակով։ Դիաբետի դեպքում սպիտակ հացը, մատնաքաշը ամենավտանգավոր հացային տարբերակներից են, եթե ուտում են չափից շատ։ Բացատրենք։ Սպիտակ հացը, մատնաքաշը պատրաստվում են զտված, մաղված, մաքրված ալյուրից, որի մեջ գրեթե չկա մանրաթել, ֆիբեր։ Ինչ է սա նշանակում։ Այն շատ արագ է մարսվում, շատ արագ վերածվում է շաքարի եւ շատ արագ բարձրացնում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը։ Այսինքն դուք ուտում եք հաց եւ 10-ից 30 րոպեվա ընթացքում ձեր շաքարը կարող է բարձրանալ։ Դիաբետի դեպքում սա հենց այնն է, ինչից մենք պետք է փորձենք խուսափել։ Նախապատվությունը տվեք ամբողջահատիկ ալյուրից պատրաստված հացերին։ Դուք նաև կհարցնեք, լավաշը դիաբետի դեպքում կարելի է թե ոչ։ Նշենք, որ լավաշը դիաբետի դեպքում ավելի լավ տարբերակ է, քան սովորական սպիտակ հացը կամ մատնաքաշը, սակայն իհարկե սա չի նշանակում, որ այն կարելի է ուտել առանց սահմանափակման։ Լավաշը նույնպես պատրաստվում է ալյուրից, սակայն այն ունի ածխաջրեր եւ կարող է բարձրացնել շաքարը, սակայն տարբերությունը սա է։ Ավանդական լավաշը սովորաբար ավելի բարակ է։ Մեկ կտորի մեջ հաճախ ավելի քիչ ալյուր կա, քան ամբողջական սովորական հացի մեջ։ Եթե բարակ է եւ չափը վերահսկված է, շաքարի վրա ազդեցությունը փոքր-ինչ մեղմ է։
Խոսենք մեկ այլ կարևոր մթերքի մասին՝ մեղր։ Մեղրը դիաբետի դեպքում հաճախ ընկալվում է որպես բնական, առողջ։ Շատերը գովազդում են այն նշելով, թե սա բնական մթերք է, հետևաբար չի ազդում արյան մեջ շաքարի քանակի վրա։ Սակայն իրականությունը այն է, որ մեղրի ազդեցությունը արյան շաքարի վրա գրեթե նույնն է, ինչ սովորական շաքարավազի։ Այո, մեղր դիաբետի դեպքում կարելի է, սակայն շատ փոքր քանակով եւ ոչ միշտ։ Իսկ որոշ մարդկանց դեպքում, հատկապես վատ վերահսկվող դիաբետի դեպքում, ընդհանրապես պետք է խուսափել։ Ինչից է բաղկացած մեղրը, եկեք հասկանանք։ Գլյուկոզա եւ ֆրուկտոզա։ Սրանք շատ արագ ներծծվող շաքարներ են։ Այսինքն, եթե մեղրը նույնիսկ բնական է, օրգանիզմի համար այն շաքար է շաքարով։ Արդյունքում այն կրկին արագ բարձրացնում է արյան մեջ շաքարի մակարդակը, կարող է առաջացնել անգամ շաքարի ցածկ, սակայն դիաբետի դեպքում մեր մարմնին չի հետաքրքրում, թե շաքարը որտեղից է եկել, շաքարը մնում է շաքար։ Այժմ հասկանանք մյուս հետաքրքիր մասը։ Իսկ մրգերը։ Շատերը կարծում են, թե դիաբետի դեպքում մրգերը լիովին արգելված են, սակայն սա ճիշտ չէ։ Մրգեր, այո, կարելի է ուտել եւ պետք է ուտել, բայց չափավոր։ Ամենալավ ընտրությունն է շաքարային դիաբետի դեպքում։ Խնձորը, տանձը, նարինջը, գրեյփֆրուտը, հատապտուղները եւ դեղձը։ Իսկ խաղողը, թուզը, հատկապես խուրման, բանանը, չրերը, ձմերուկը ցանկալի է օգտագործել փոքր չափաբաժիններով, քանի որ դրանք շատ բնական շաքար են պարունակում։ Ջուրը նույնպես շատ կարևոր է։ Շատ մարդիկ մոռանում են սովորական ջրի մասին, ամենակարող եւ բուժիչ եւ շատ անհրաժեշտ ջրի մասին։ Եթե բժիշկը այլ սահմանափակում չի տվել, օրվա ընթացքում պետք է խմել բավարար քանակությամբ ջուր։ Ջուրը չի իջեցնում շաքարը, բայց օգնում է, որ մեր օրգանիզմը բնականորեն աշխատի եւ կանխում է ջրազրկումը։ Այս բաժինը շատ ուշադիր լսեք։ Սա դիաբետի բուժման ամենակարևոր մասերից մեկն է։ Մեր մկանները շարժման ընթացքում օգտագործում են գլյուկոզա եւ արդյունքում արյան շաքարը նվազում է։ Ամենահեշտ տարբերակը, եթե չեք ցանկանում ծանր ֆիզիկական վարժություններ անել, սովորական քայլքն է։ Օրական մոտ 30 րոպե արագ քայլելը ձեզ կօգնի վերահսկել շաքարի մակարդակը։ Եթե ինսուլին եք օգտագործում կամ ունեք շաքարի հաճախակի անկումներ, մարզումների ծրագիրը պետք է համաձայնեցնել բժշկի հետ։ Քաշի վերահսկում։ Եթե դուք ունեք ավելորդ քաշ, նույնիսկ մարմնի քաշի 5-ից 10%-ի նվազումը ձեզ կօգնի զգալիորեն բարելավել շաքարի վերահսկումը։ Քունը նույնպես բուժում է։ Եթե մշտապես քիչ եք քնում, ունեք վատ քնի ռեժիմ, շաքարի վերահսկումը կդժվարանա։ Մեծահասակներին խորհուրդ է տրվում քնել օրական 7-ից 9 ժամ։ Սթրեսը նույնպես բարձրացնում է շաքարը։ Եթե մարդը երկար ժամանակ սթրեսի մեջ է, օրգանիզմը արտադրում է հորմոններ, որոնք կարող են բարձրացնել արյան շաքարը։ Այդ իսկ պատճառով շատ օգտակար է քայլելը, բնության մեջ ժամանակ անցկացնելը, սիրելի զբաղմունքները, շնչառական վարժությունները, ընտանիքի եւ ընկերների աջակցությունը։ Երբ պետք է անհապաղ դիմել բժշկի։ Եթե շաքարը երկար ժամանակ շատ բարձր է, եթե հաճախ է լինում շաքարի կտրուկ անկում, եթե տեսողությունը հանկարծ վատացել է, եթե առաջացել են չբուժվող վերքեր, եթե զգում եք ուժեղ թուլություն, շփոթվածություն կամ դանդաղացած շնչառություն, անմիջապես դիմեք բժշկական օգնության։ Հարգելի հետևորդներ, այս թողարկման համար պատրաստել ենք այսքանը։ Եթե մեր աշխատանքը ձեզ օգտակար էր, հավանեք այն դնելով լայք։ Գրեք մեկնաբանություն, արդյոք դուք եւս ունեք շաքարային դիաբետ, ինչպես եք այն վերահսկում։ Մեկնաբանությունների հատվածում առաջարկեք նոր թեմաներ մեր առաջիկա թողարկումների համար։ Կիսվեք տեսանյութով ձեր ընկերների հետ, որպեսզի նրանք էլ տեղեկանան այս օգտակար խորհուրդներին։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք հաջորդ հետաքրքիր տեսանյութերը, որոնք ձեր առողջության մասին են։ Առողջ եղեք, մինչ նոր հանդիպում։